Կարինեն միջղայնացեք, խնդրում եմ։ Ճիշտ է ասում Կարինեն։ Ես ձեզ այսօր հաստատել եմ ճեպազրույցների սրահի տեսքը արտաքին, մի քիչ էլ դիմացեք, նորմալ բան կունենանք։ Ճեպազրույցների սենյակ է լինելու, այստեղ վերևը, ամբիոնով, բանով, իմիջիալուց լավ գաղափար է, բան անենք, միկրոֆոնների համար մի քիչ ավելի մեծ տեղ բան անենք։ Բանը շատ նմանա սպիտակ տան են ճեպազրույցների բանը, որ իրանք նստած են լրագրողները, չէ, մեր մոտ կապուտ ենք անում։ Ես եղել եմ։ Պարոն Սիմոնյան, նախ երեկվա այցին անդրադառնանք։ Շնորհավորում եմ բոլորիս։ Ինչի արդյունք։ Այն ձեռք բերված համաձայնությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների, որը Հայաստանի համար բացվեցին։ Ամենամեծ հնարավորությունը ո՞րն է այս այցի։ Ես չեմ ուզում որևիցե մի բան առանձնացնել, պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը որ մենք ի կատար ենք կացում, այսինքն խաղաղության, որը որ մի տարվա, երկու տարվա չի, այլ տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների։ Շոշափելի արդյունքներ կան գերիների հարցի հետ կապված, ինչ համաձայնություն է ձեռք բերվել։ Փայլակ ջան, դուք տեսնում եք, որ հաճախ դուք ինձ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք, որ մենք հրապարակային դրա մասին չենք խոսում եւ գործը արվում է, դա ասածից հետո ինչ որ քանակությամբ մարդիկ վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, որևիցե բան այդ մարտավարության մեջ չի փոխվել, մշտապես խոսվում է թե գերիների մասին, թե անհայտ կորածների ճակատագրի մասին, թե բոլոր այն խնդիրների մասին, բայց նորից եմ ասում, պետք է ասեմ, որ շատ դրական եմ գնահատում այն աշխատելավոճը, որը որ մենք երկստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ եւ կարծում եմ այս ճանապարհով, որ մենք շարունակենք առաջ ընթանալ, մենք ոչ մեր երկու երկրները այլևս մոտ ապագայում որևիցե խնդիր չեն ունենա։